Եվ զավակն մի ծնի, որ Էմանուել պիտի գոչի, անիկա կաթող ու մի հոնդով պիտի սնանի միջև սորվի չալ մերժել ու տարի մնդրել։ Մեջ քեզի նման ով կա դեր, ով կա քեզի նման վեհապար սրբությամբ ըսկանչելի հարավոր և հրաշքագործ։ Միջև կա ժամանակ, ծննդական կնոջ ծննդելուն, երբ որ անոր եղբայրներուն մնացորդը պիտի վերադառնա Իսրայելի որդիներուն միանալուն։ Անիկա պիտի կանգնի և իր հոդը հովի Տիրոջը զորությամբ իր ասորգույն անվա իմաստության սկիզբը աստվածավախություն է, միայն հիման է, որ իմաստություն և գրթություն գմերժե ու գամարխե, որթյալ հորը թխրագը մդի ըրե և մորը դված խորհուտ մի մերժե։ Մեջ քանով խորհուրդը մեզ լսվեցա, մահվան ըստվերի երկրին մեջ քանավորներուն վրա լույսը զակեցա։ Այս ասկը բազմացուցիր, ավելցուցիր անոնց ուրախությունը։ Քու ներկայությանդ ուրախանան այնպես, ինչպես մարդիկ ուրախանան մուսկի ադեն, կամ ինչպես դոն գնեն ավարը փայշնած ադեն, որովհետև գոտրեցիր անոր վրա զանրացող լուծը, անոր թիկունքը ցավողը մդրաճը և անոր վրա բնացող սուպը։ Իր փերնի խոսքը քավազանի պես պիտի հարվածե և վիրը, իր շրտներուն շուրջը պիտի փնաշնչե ամփարի բաշները, արդարություն հոդի պիտի ըլլա իր մեջքին, և ճշմարտությունը գամար իր կողերուն շուրջ, այն ադեն քայլը քարմուկին հետ պիտի փնագի և ինձը ուլիգին հետ պիտի մագա։ Անվախորեն հարցացույց այն է, ով ավեզապետ Երուսաղեմի և ութայի քաղաքներուն ասել, ահա ձեր Աստվածը կգա։ Լիվի մոդես պիտի հովեի հորը, և հազուկներով պիտի ժողվեի քարմուկները, իր քիրկի մեջ պիտի վահե զարով և մարմներով պիտի տանե մայր։ Ով իր ափով չափեց երկև ճորը չուրերը, կամ իր քիզով երկինքի տարաջուքինը, կամ չափեց երկինք ճանուչինը, ով կշրեց լերները կշրոքով, կամ կրիները կշրոքով, ով կնող խորհուրդակ Տիրոջ հոգին, որ խորհրդականը խել պիտի տա անոր։ Բոլոր ժողովուրդները անոր թիմաց թույլեն ինգած կաթիվի մգը նմանի, գիշիրքի մեջ տրված փոշի հադիկը համարվի։ Իրեն համար գլցիկները փոշի չափ ծանրություն չունին, անոր արժանի ծոլմածուցանելու համար ամբողջ դիհանելի անդարները իսկ բավարար չեն գրա։ Ահավասիկ զարած որին օգնական պիտի ըլամ, Քենդրիալից որին ես հավանություն դրի իր հոգից դրի անոր որպես ազգերուն երավունքը դրել, այդայց կարգունքի պիտի չմորել, այլ դուշմարդավես իրավունք պիտի ուներ անց ծագարանալու և անց թունալու, պիտի աշխատի մինչև դերի վրա արտիություն և լավունու Դեր
Քրիստոսի ծնունդի 2000 տարիներ առաջ բանահող կրպակն չէ։ Քրիստոս ամեն օր պետք է ծնի մեր սրտերի մեջ։ Մեր բարդականությունը սիրելիներ որպես քրիստոնյաներ հարդարել եւ մաքրել է մեր սիրտը, որպեսզի լա այն քարայրը, ուր դիտիկա եւ Հիսուս Մանուկ Հիսուսը ուզեց ես մեր յուրաքանչյուրին սրտի մեջ ծնիլ, ուզե իմ սիրտիս մեջ ծնիլ, եւ մեր բարդականությունն է, որ մենք դեղ պատրաստենք իրեն մեր սրտերու մեջ, ամենեն խորհուրդ տեղը, ամենեն մաքուր տեղը, դանք իրեն, որպես ինքը կա եւ իր լույսովը լուսավորե մեր կյանքը, փոխե մեր կյանքը, ըսկան Աստծո սերը եւ ապրի Աստծո սերը մեր կյանքի մեջ ամեն օր։
Dear brothers and sisters, we are gathered here this morning to celebrate the feast of Nativity and the Epiphany of our Lord Jesus Christ, according to the eldest Christian tradition. Actually, we are privileged as members of the Armenian Church to come here and to start the year experiencing the love of God through the Feast of Nativity. All celebrations are over. Festive banquets were done with. Holiday stress is no longer. All gifts are unwrapped. And we are here simply to observe the Feast of Nativity and to experience the love of God in our hearts. We read in the Gospel of John, who describes the incarnation of our Lord, saying that He took upon Himself flesh so that we can be children of God. We might ask why. Why did Jesus have to take flesh upon Himself? And there have been a lot of sermons, a lot of analogies trying to explain this mystery. I read a recent one that comes from a Danish tradition. There was this prince, a young prince, who was traveling in one of his towns of his country. And as he was passing one of the streets, he saw a beautiful woman. And he felt an instant love in his heart. He wanted to marry this peasant girl. And he thought to himself, if I come and I order her to marry me, she wouldn't say no, because I'm a prince. I'm about to become a king, and she will be the queen. Or maybe I can come with my carriage with 6 horses and ask her to marry me. But then how would I know if she is married because of her love or because she wants simply to enjoy the royal life? And then he thought to himself, I'm going to take off my royal robe and I'm going to be one of the peasants. I will live in this town and I will try to get to know this girl and she to know me and see what happens. Eventually, the prince married to this peasant after she got to love him as a person. This story sounds too childish, too simple, but in essence, it explains to us that God wanted to become one of us, telling us that God is ready to understand all the pains that we experience as humans. This is the profound mystery of Christmas. I said in the beginning of my sermon that all gifts have been unwrapped. But Christmas is a gift that is given to us, and it takes a lifetime to unwrap that gift. Because it is a valuable gift. Some of us don't even remember what we got 2 Christmases ago. God giving Himself to us, it takes us a lifetime to understand how profound, how big that gift is. And it is a gift that you cannot only keep it for yourself. It is something that all of us must share. And when we share, we enrich not only our lives, but the lives of the people around us. My brothers and sisters, I wish you all a very Merry Christmas. God bless you all. Christos Navi Vachetav, Tsezi Mezi Med Avelis. Amen. Amen. Alleluia.
Yes, come,